Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, մենք հատուկ նախաբան չունենք, կլսենք ձեր հարցերը։ Աստրիկ Բեդևյան, Ազատություն ռադիոկայան, խնդրեմ ձեր հարցը։ Շնորհակալ եմ, ես կխնդրեի պարոն Այք, եթե ունեք տեղեկություններ Եղիշե Կիրակոսյանի հեռացման պատճառների հետ կապված, ինչ տեղեկություններ կան, նա չի պարզաբանել եւ այս փուլում, երբ Ադրբեջանից ստացվել է խաղաղության բանակցությունների այդ պատասխանը, հա, կամ ադրբեջանական առաջարկներն է ստացվել, որի մեջ գիտենք նաեւ հայցերը երկկողմանի հետ քաշելու մասին բանակցություններ կան, արդյոք Ադրբեջանը այլ առաջարկ է արել, հնարավոր է այլ առաջարկ է արել, օրինակ, ինչպես վարչապետն էր ասում, խաղաղության դեպքում հայցերը հետ քաշելը մեծ առումով Հայաստանի համար այսպես ընդունելի է, հնարավոր է մինչև խաղաղության պայմանագիրն է Ադրբեջանը պահանջում եւ Եղիշե Կիրակոսյանը մեծ հաշվով հակադիր կարծիք է արտահայտել, նա կարծում է, որ խաղաղությանը այդ հայցերը եւ դրանք հետապնդելը դեմ չէ, շնորհակալ կլինեմ, եթե պարզաբանեք պատճառները եւ նաեւ ադրբեջանական առաջարկները պարզաբանեք, շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցերի համար։ Եղիշե Կիրակոսյանի աշխատանքից ազատման վերաբերյալ կարող եմ մեկնաբանել այնքանով, որ մեկնաբանել է վարչապետի աշխատակազմը, որովհետև ես էլ հավելյալ տեղեկատվության չեմ տիրապետում, իսկ այն է, որ սեփական դիմումի համաձայն է պարոն Կիրակոսյանը աշխատանքից ազատվել եւ սա ամիսների քննարկումների արդյունքում է տեղի ունեցել։ Ամենևին չէի ցանկանա ձեր առաջին եւ երկրորդ հարցերը կապել միմյանց հետ, ես կարծում եմ դրանք առնչություն չունեն եւ եթե պարոն Կիրակոսյանը հետագայում կցանկանա մեկնաբանություն տալ, իհարկե հետաքրքիր կլինի լսել, բայց ես իսկապես չեմ կարծում, որ այստեղ կապ է պետք փնտրել։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի վերջին 12-րդ խմբագրությանը, որը Ադրբեջանը ուղարկել է, ինչպես արդեն նշվել է, երկու հոդվածների վերաբերյալ դեռևս կա տարբերություններ դիրքորոշումներում, այսինքն այն առաջարկները, որը Հայաստանը ուղարկել էր Ադրբեջանը ամբողջությամբ կամ մասնակի չէր համաձայնվել, այս տեքստի մասին մեկնաբանություններ անել չեմ կարող, այդ առաջարկները, նոր առաջարկները հիմա քննարկվում են եւ հնարավորին սեղմ ժամկետում Հայաստանը կփորձի արդեն սեփական առաջարկով հանդես գալ եւ պատասխանել Ադրբեջանին։ Ներողություն եմ խնդրում մի հավելյալ հարց, հա, տամ պարզաբանում որպես, այսինքն դուք չեք տեսնում, որ տարաձայնություններն են եղել մասնավորապես հայցերը հետ քաշելու բանակցությունների վերաբերյալ Կիրակոսյանի հեռացման պատճառը, ճիշտ եմ ձեզ հասկանում։ Ես նման կապ չեմ տեսնում, շնորհակալություն։ Լիլիթ Կայսյան, ձեր հարցը։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը այսօր նոր գրառում է արել եւ հայտարարել է, որ Հայաստանը համաչափ եւ ողջամիտ ջանքեր չի գործադրում գերիների հետ կապված ազատ արձակելու եւ գտնում է, որ պետք է անեն նույն այն քայլերը, ինչ մյուս կառավարությունները, ինչ է անում Հայաստանի իշխանությունը գերիների հետ բերելու համար եւ ինչպես կարձագանքեք Վարդանյանի փաստաբանին։ Շնորհակալություն։ Անկեղծորեն չէի ցանկանա հեռակաբանավեճի մեջ մտնել փաստաբանի հետ, որովհետև այլ հարթություններ են եւ այլ տիրույթներ են եւ չէի ցանկանա մեկնաբանել այդ մեկնաբանությունը։ Ինչ վերաբերվում է արվող եւ չարվող քայլերի մասին, երեք թե վարչապետը եւ արտաքին գործերի նախարարը այս հարցին պատասխանել են եւ մեկնաբանել են, թե ինչ է անում Հայաստանի Հանրապետությունը, անում է թե տեսանելի քայլեր, որոնք թվեց երեք արտգործնախարարը ըստ էության եւ արվում են բազմաթիվ քայլեր, որոնք իրապես տեսանելի չեն եւ ես կարծում եմ, որ նաեւ Ադրբեջանի կողմից այդ դատավարությունների նման հրապարակայնացումը եւ այդ մեր զգացմունքների վրա փորձել աշխատելը նաեւ այս նպատակն է հետապնդում, որ մեր այս հանրային քաղաքական եւ նաեւ լրատվական դաշտում դա անդադար այս ներքին ուրեմն խմորումներ առաջացնող թեմա դառնա։ Ուստի ես կրկին կխուսափեմ ես գիտեք գայթակղությունը շատ մեծ է, ինչ որ շատ
լուրջ հայտարարություններ անելու եւ շատ ազդեցիկ խոսքեր ասելու, բայց կրկին պիտի նշեմ, ինչպես այս շաբաթ մի քանի անգամ ասել եմ, պետք է գնահատել, թե այդ խոսքերը որքան են օգտակար գործընթացին, այն է բոլոր գերիների պահվող անձանց եւ պատանների ազատ արձակման եւ Հայաստան վերադարձի խնդրին որքան են օգուտ տալու եւ որքան են վնաս տալու։ Եթե ուզում եք ավելացնել։ Ես ուտ երկրորդելով գործընկերոջս պետք է խնդրեմ բոլորիս հատկապես ուշադրություն դարձնենք, որ այս թեման շատ զգայուն թեմա է եւ այստեղից հնչող ցանկացած մեկնաբանություն ուղիղ կապ ունի տեղի ունեցող գործընթացների հետ, որոշ պայմանավորվածությունների հետ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ըստ էության ես նաեւ պետք է մեր ուշադրությունը հրավիրեմ, որ պատերազմից հետո ուրեմն մեր շատ մեծ թվով մեր հայրենակիցներ վերադարձել են Հայաստան հենց այս ուրեմն լուր առանց էմոցիաների զուսպ աշխատանքի արդյունքում հակառակը ես վստահեցնում եմ լավ արդյունքի չի բերում շնորհակալություն Ռիփսի Մեջեբեջյան ձեր հարցը Երկու հարց ունեմ, նախ այս օրերին թեժ քննարկվում է, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին իշխանության, գիտեք, ընդդիմադիր երկու թևերը բանավիճում են եւ եկել հասել են այս կետին, որ որոշ հարցադրումներ են հնչում, կուզենայի այդ հարցերին դուք էլ պատասխանեք, մասնավորապես Ագնեսա Խամոյանը հարցադրում արեց, որոնք հասարակության մեջ կան, ասում է, ինչպես եղավ, որ 2018-ին Արթուր Դավթյանը, որին դհոլ չի էր ասում Նիկոլ Փաշինյանը, թողեց, որ մնա դատախազ աշխատի ձեր մոտ, ինչպես եղավ, որ ռադիոտունը գրավելիս որևէ խոչընդոտ չստեղծվեց ձեր համար, այս հարցերի պատասխանները դուք ունեք, ինչպես հանձնվեց իշխանությունը, Սերժ Սարգսյանը արդյոք այսպես ինքնակամ սկուտեղի վրա հանձնել է իշխանությունը ձեզ եւ երկրորդ հարցը Արամ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Զավենիչը խոսելով մարտի 1-ի ապօրինի ծագման գույքի թալանի եւ այլ այս գործերի հետ կապված, երբ հարցադրում եղավ թե ինչպես է որ Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյան չկա որևէ ավարտական ակտ, այսպես ասած, իրենց հանցանքների համար, որի մասին խոսում էր ձեր իշխանությունը, ասաց, որ բանը նրանում է, որ նրանց փաստաբանները շատ ավելի ուժեղ են, քան դատախազները եւ դրա համար է, որ բոլոր դատերը պարտվում են։ Դուք համաձայն եք այս կարծիքի հետ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, բնավ ընդհանրապես ցանկություն չունեմ միջամտելու ուրեմն Սերժ Սարգսյանի թիմի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմերի ես ուրեմն փոխհրաձգության մեջ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին տեղի ունեցել ոչ բռնի Թավշյա ժողովրդական հեղափոխություն եւ ուրեմն Հայաստանի Հանրապետության իշխանությունները զավթած խմբավորումները ժողովրդի ճնշման ներքո ուրեմն լքել են իշխանությունը եւ հետո նաեւ ժողովրդի ճնշման ներքո ուրեմն հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, դաշնակցության ներկայացուցիչները, ուրեմն Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչները, թե ճիշտ եմ հիշում այդ ժամանակվա ուրեմն պարլամենտի կառուցվածքը ընտրել են ուրեմն Նիկոլ Փաշինյանին որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Դաշնակցությունը թվարկվեցի այո դաշնակցությունը եւս ժողովրդի ճնշման ներքո Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ոչ բռնի ժողովրդական Թավշյա հեղափոխություն եւ այդ հեղափոխությունը շարունակվում է առ այսօր եւ մենք դեռ բազմաթիվ անելիքներ ունենք անելու մյուս դեր հարցադրումները թե ինչու է այս մարդը պաշտոնին ավելի ձեր հարցադրումները չէ Քոչարյանի պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցադրումներին եթե անդրադառնամ ես էլ բազմաթիվ հարցեր ունեմ, որը կապ ունի մեր օրինակ դատաիրավական համակարգի հետ, թե ինչի Քոչարյանը նստած չի, ինչի Սերժը նստած չի, ինչի ես նստած չի, են նստած չի, ես էլ այդ հարցերն ունեմ, եւ իմ այդ հարցերի պատասխանները գտնում եմ դատաիրավական բարեփոխումների այս ընթացքի մեջ եւ մեծ սպասումով, ինչպես մեր ժողովրդի մեծ մասը սպասում է, որ դատաիրավական բարեփոխումների արդյունքում մեր երկրում արդարադատությունը ուրեմն վերջնական տեսքի գա ինստիտուցիոնալ իմաստով իր համապատասխան արդյունքներով եւ հետևանքներով։ Իսկ թե ինչու է այս պաշտոնյան, այն պաշտոնյան ինչ որ մի փուլում պաշտոնավարել, դա էլ ոչ բռնի ժողովրդական Թավշյա հեղափոխության արդյունքն է։ Եվ ես կարծում եմ, որ շատ նորմալ է, որ տարբեր պաշտոնյաներ տարբեր ժամանակներում պաշտոնավարել են, իրենց պաշտոնավարման արդյունքներից պայմանավորված շարունակել են կամ լքել են իրենց պաշտոնները։ Շնորհակալություն։ Սիվիկեյեմ, խնդրեմ ձեր հարցը։ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այս հակամարտությունում պարոնայք պարզվեց, որ
նրանք մեղադրում են միմյանց, որ արտաքին ուժերն նաև օժանդակել 2018 հեղափոխությանը, չնայած Միքայել Մինասյանը Վատիկանում նախկին դեսպանը այս մասին եւս խոսել է իր հոդվածում վերջերս հրապարակված, որտեղ նշում է, որ հեղափոխությունը պատճառներ նաև նախկինում վատ կառավարման, դուք արտաքին ուժերի ներգործության, կամ ազդեցության մասին ինչ կասեք եւ Պարոնեք պարզվեց նաև վերջերս Աննա Մկրտչյանը պատիվ ունեմ խմբակցությունից հայտարարեց, որ հեղափոխության օրերին հանրապետականների տների մոտ դագաղների ակցիաները կազմակերպել են Ռոբերտ Քոչարյանի համակիները, թիմակիցները, հարազատները, այս մասին ինչ կասեք, որովհետև 7 տարի շարունակ ձեզ մեղադրել են դագաղների ակցիա իրականացնելու մեջ հեղափոխության օրերին։ Իրականում արտաքին ուժերի ներգրավման մասին կամ ազդեցության մասին պնդումը դա անհեթեթություն է, բայց գիտեք, եթե մենք ապրենք այլ քաղաքական համակարգում ու ունենայինք այլ տիպի խորհրդարանական ներկայացվածություն եւ խորհրդարանում ուժեր, գուցե արժեր, որ մենք որպես կառավարող խմբակցության անդամներ մեկնաբանեինք այդ թեմաներին, բայց ցավոք սրտի կամ բարեբախտաբար չգիտեմ այդ քաղաքական ուժերը, որոնք հիմա բանավեճի մեջ են, պետքա նաև գործոն լինեն, որպեսզի իրենց վերաբերյալ այդ բանավեճը հանրային հետաքրքրություն ներկայացնի։ Ես կարող եմ ինձ թույլ տալ արձանագրել, որ այդ երկու քաղաքական ուժերը միասին վերցրած իրենց աջակիցներով այս դահլիճը հիմա դժվարությամբ գուցե լցնեն։ Դրա համար ես չեմ կարծում, որ մենք արժի որ ինչ որ երկար մեկնաբանություններ տանք այդ թիմերի մասին, իսկ թվում է պետք է ուղղակի հայտնի սկեչի հետևելով ասենք մի կռվեք երկուստ էլ ճիշտ եք։ Բայց ես մի բան էլի ավելացնեմ արտաքին ուժերի այս մեղադրանքի հետ կապված, այսինքն մարդիկ են մեղադրում եւ մեղադրանքներ հնչեցնում, կարծիքներ հնչեցնում առայն, որ արտաքին ուժերի ազդեցություն կար ոչ բռնիթավշա ժողովրդական հեղափոխության ընթացքում, այն ուժերն են պնդում, որոնք արտաքին ուժերի աջակցությամբ ամեն բան արել են, որ Հայաստանում տեղի չունենա հեղափոխություն եւ մինչեւ այսօր էլ եւ վաղն էլ մյուս օրն էլ արտաքին ուժերի ազդեցությամբ ամեն բան փորձելու են անել հետ պտտելու Հայաստանում ուրեմն զարգացման այս ուրեմն ընթացքը։ Այդ է արտաքին ուժերի ազդեցությունը եւ այդ մարդիկ են ամեն բան անում արտաքին ուժերի ազդեցությունը Հայաստանի Հանրապետությունում տարածելու համար։ Սա է ըստ էության այդ մեղադրանքների ես կարծում եմ շատ ուղիղ պատասխանը։ Ինչ վերաբերվում է մնացածին Աննա Մկրտչյան եւ այլն եւ այդպես շարունակ ես եւ պարոն Խանդոյանը եւ մենք չենք պատրաստվում այդ մարդկանց կարծիքներն առասարակ մեկնաբանել։ Եվրոմեդիա 24 խնդրեմ ձեր հարցը։ Հարցը ուղղվում է երկու պատգամավորներին էլ։ ԿՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը հայտարարել է, որ կուզեր մահացած լիներ ինքը եւ չտեսներ Արցախի կորուստը, այսինքն մարդը ցավ է ապրում Արցախը կորցնելու համար եւ քանի որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պաշտոնապես Արցախը ճանաչում է Ադրբեջանի տարածք որպես լինում է, որ ձեր հարազատները, ձեր բարեկամները եւս ձեզ մոտենան եւ նման ցավ հայտնեն կամ գուցե հանդիմանեն, գուցե մեղադրեն, լինում է այդպես։ Գիտեք, ձեր հարցը ներողություն է արտահայտությանս համար, բայց անգրագետ հարց է, որովհետև դուք չեք տիրապետում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, եթե տենց հարց եք բարձրացնում, եւ ձեր հարցը որպես լրագրող էթիկապես ճիշտ հարց չի, դուք լրագրողական էթիկայի չեք տիրապետում, թույլ տվեք ինձ այդ դիտարկումը անել, հենց դա ձեր կարծիքն է, որ ասում եք, պարզ է, իմ կարծիքը պետք է ասեմ, իսկ դուք ձեր կարծիքը պետք է չասեք, որովհետև դուք լրագրող եք, իսկ ինչ վերաբերում է իմ գործընկերոջ ուրեմն հայրիկի ասածներին բոլորս էլ էմոցիաներ ապրում ենք Արցախի հետ կապված եւ բոլոր մարդիկ էլ նման էմոցիաներ ապրում են վստահաբար հենց որ ձեր օրինակը ձեր բերած ուրեմն տեքստերը ընդհանրապես տեղին չեն եւ կապ չունեն լրագրողական գործունեության հետ եւ ազգային ժողովի ճեպազրույցի հետ առհասարակ շնորհակալ եմ Սիվիկյան խնդրեմ Ես էլ եմ լրագրող եղել Տիկին Ջեբեջյան, հիմա էլ եմ լրագրող, մասնագիտությամբ շարունակում մնալ եւ դրա համար գնահատականներ եմ տալիս։
Լավ, շարունակենք։ Խնդրեմ, Սիվիկե հարցը ձեր։ Պարոնեք, Ադրբեջանը ապաշրջափակման թեմայով մեր առաջարկներին, Հայաստանի առաջարկներին չի պատասխանել, փոխարենը հրապարակային հայտարարություններ են արել, նշելով, որ դրանք գործնական նշանակություն չունեն եւ հանգեցնում են թյուրիմացությունների։ Կուզեի ճշտեիք Ադրբեջանը նկատի ունի, որ առաջարկվող ուղիները գործնական նշանակություն չունեն, այսինքն ինքը այլ ուղի է ցանկանում, թե դրանցով անցնելու կամ տարանցումների մեխանիզմները գործնական նշանակություն ունեն։ Ինչ նկատի ունեն դուք հասկացել եք Ադրբեջանի պատասխանը։ Ես կարող եմ այդ դիրքորոշում հայտնել եւ մենք հավատում ենք եւ գիտենք, որ դրանք չափազանց գործնական նշանակություն ունեն։ Գործնականում այդ ճանապարհով ապաշրջափակմանը գնալը առնվազն երկաթուղու մասով շատ արդյունավետ է լինելու եւ պաշտոնական արձագանքի ենք սպասում Ադրբեջանից։ Ես չեմ կարող մեկնաբանել, թե այդ քաղաքական հայտարարություններում մասնավորապես ինչ նկատի ունեն, որովհետեւ այն բոլոր դետալները, որոնք կան այդ առաջարկում, շատ մանրամասն են եւ շատ գործնական են։ Եվ իհարկե գուցե քննարկման արդյունքում դրանց ավելանան նոր դետալներ եւ այլն, բայց դա պետք է քննարկում ծավալվի այդ հարցի շուրջ, իսկ մենք չունենք այդպիսի արձագանք դեռ։ Լիպսի Մեջեբեջան, խնդրեմ։ Հարցս ուղղում եմ երկուսի տելով կպատասխանի վարչապետ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ նախընտրական հայտարարեց, որ Ալիևին պաշտոնապես հայտարարում եմ, որ որդուս կարող եմ հանձնել բոլոր գերիների դիմաց եւ այսօր Աղվան Վարդանյանը հիշեցնում է վարչապետին այդ խոսքերը, ասում է քեզ հանձնեիր գոնե, որդուդ չես հանձնել, քեզ հանձնեիր գերիների դիմաց։ Դուք տեղեկություններ ունեք, ինչու դա չի անում վարչապետը։ Շնորհակալություն։ Չգիտենք ինչ պատասխանենք ձեր հարցին, անկեղծ, որտեվ ձեր հարցը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ։ Մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության մասին, Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի արդյունքում գերեվարված մեր հայրենակիցների մասին, նրանց վերադարձի մասին եւ այլն եւ այդպես շարունակ դուք գալիս եք եւ ինչ որ կենցաղային մակարդակի, կենցաղային բնույթի հարց եք տալիս Դաշնակ Աղվան Վարդանյանի ինչ որ մտքի գոհարներն եք ստեղ ցիտում, ուզում եք որ մենք մեկնաբանենք, չենք մեկնաբանում Դաշնակ Աղվան Վարդանյանին։ Ուղղակի իսկապես այս ժանրը ես չեմ հասկանում, էլի, սա հարց ու պատասխան է, թե ինչ որ, որտեվ ես կարծում եմ լրագրողները եւ ես էլ եմ եղել լրագրող, դա ֆիլտրման համակարգ է, հա, նաեւ լրագրությունը լսել եւ հետո հարցի կերպով ձևակերպել եւ արտահայտել։ Այդ ինչ որ լսում եւ այսինքն այդ հարցին դուք օրինակ ինչ եք պատասխանում, իմ պատասխանը որը պիտի լինի։ Ինչ որ ես լուրջ պիտի պատասխանեմ այդ հարցին, թե վարչապետ Փաշինյանը ինչու չի առաջարկում գերի ինքնել Ադրբեջան։ Ասեք ո՞նց եք պատկերացնում այդ հարցի պատասխանը։ Ես կասկածում եմ, ես խիստ կասկածում եմ ու ես հավատում եմ, որ դուք էլ եք հասկանում, որ անհեթեթություն է։ Եվ ես վախենում եմ, որ դուք ասում եք, որ դուք ձեր տված հարցին ունեք բազմաթիվ պատասխաններ, ես դες անկեղծ եմ ասում։ Անկեղծ եմ ասում, ես վախենում եմ, որ դուք ձեր տված հարցին ունեք բազմաթիվ պատասխաններ, որտեղ ձեր հարցը աբսուրդ է ուղղակի։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ ամփոփ ենք ճեպազրույցը։ Այո, ճեպազրույցը ավարտվեց, շնորհակալություն։